եւ գերիների խնդիրը առավել եւս ցույց է տալիս, որ այդ մարդիկ Ադրբեջանի դիկտատորական ռեժիմը ոչ մի ցանկություն չունի ազատելու նրանց կամ չգիտեմ խաղաղության գնալու, որովհետեւ ամբողջ աշխարհով փաստ է, որ եթե գնում ես խաղաղության կամ պատերազմական կոնֆլիկտային իրավիճակներում փոխանակվում են գերիները, նույնիսկ ամենաթեժ անկյուններում, բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմներում էլի գերիները փոխանակում են։ Առնվազն 19 գերիներ այս պահին գտնվում են Բաքվի բանտում, դատապարտվում են նրա համար, որովհետև հայ են եւ Ադրբեջանի սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ այն մարդիկ, ովքեր հատել են Լեռնային Ղարաբաղի, այսինքն Արցախի սահմանը, համարվում են կրիմինալներ։ Ես նույնպես, որովհետև ես եղել եմ Արցախում։ Այսինքն Հայաստանի Հանրապետության մոտ 2 միլիոն ժողովուրդ, այդ թվում արցախցիներ, ըստ իրենց սահմանադրության դառնում են հանցագործներ։ Հետևաբար այս ամեն ինչը չի տանում, տեսնում ենք փաստացիորեն այն խաղաղությանը, որը մենք ենք ցանկանում։ Իսկ խաղաղություն հնարավոր է միայն ուժեղ, պրոֆեսիոնալ կառավարմամբ եւ դա կարող է անել ուժեղ Հայաստան դաշինքը, որտեղ որ ընդգրկված են ոչ միայն ուժեղ Հայաստան կուսակցությունը, այլ կուսակցություններ եւ հենց ուժեղ Հայաստան դաշինքի ուժեղ կողմերից մեկն էլ դա է,